Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալություն, որ դիտում եք մեր ալիքը, հավանում նյութերը եւ միանում մեզ բաժանորդագրությամբ։ Սկսենք։ Կալիֆոռնիայի Լեյք Թավերի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական ձնահոսքից հետո փրկարարական խմբերը հայտնաբերել են 8 դահուկորդների մարմինները եւ շարունակում են որոնել եւս մեկ անհետ կորածի։ Իշխանությունների տվյալներով սա ԱՄՆ-ում վերջին գրեթե կես դարի ընթացքում ամենամահաբեր ձնահոսքն է։ Նևադա շրջանի շերիֆ Շենան Մունը հայտնել է, որ զոհերի թվում կան 3 ուղեկցող գիդեր։ Զոհված եւ անհետ կորած անձիկ 7 կին եւ 2 տղամարդ եղել են 30-ից 55 տարեկան։ Մարմինները հայտնաբերել են միմյանց բավականին մոտ, սակայն եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով դրանք դեռևս հնարավոր չի եղել դուրս բերել։ Նևադա շրջանի շերիֆի գրասենյակի կապիտան Ռասել Ռասթի Գրինի խոսքով դահուկորդները գրեթե ժամանակ չեն ունեցել արձագանքելու։ Ինչ որ մեկը տեսել է ձնահոսքը, գոռացել է ձնահոսք եւ այն շատ արագ ծածկել է նրանց, ասել է կապիտանը։ Խմբի անդամները եղել են տուրի մասնակիցներ։ Նրանցից 6-ը փրկվել են ձնահոսքից մոտ 6 ժամ անց։ Սպասման ընթացքում փրկվածները կարողացել են ժամանակավոր ապաստան ստեղծել եւ դիմակայել սառնամանիքին։ Նրանք նաեւ հայտնաբերել են 3 զոհվածների մարմիններ մինչեւ փրկարարների հասնելը։ Շերիֆ Մունը նշել է, որ որոնողը փրկարարական գործողությունը այժմ անցել է փրկության փուլից մարմինների դուրսբերման փուլին։ Զոհերի անունները դեռևս չեն հրապարակել ընտանիքներին ժամանակ տալու համար։ Նրանք դեռ ցնցված են, չեմ կարող պատկերացնել, թե ինչի միջով են անցնում, ասել է շերիֆը։ Հարավային Կալիֆոռնիայում տարվա ամենախոնավ շաբաթը շարունակվում է, տարածաշրջանում սպասվում է անձրևի եւ լեռնային ձյան եւս մեկ ալիք, նախքան եղանակային պատկերը վերջապես կփոխվի։ Անբարենպաստ եղանակը Լոս Անջելեսի Սան Ֆերնանդո հովտում եւ այլ հատվածներում տապալել է ծառեր, ինչպես նաեւ ջրհեղեղների պատճառ դարձել հրդեհների ստուժած տարածքներում եւ լեռնանցքներում։ Հաջորդ ալիքը սպասվում է գիշերը եւ կարող է պահպանվել մինչեւ 5 առավոտյան։ Ուրբաթ եւ շաբաթ օրերին կանխատեսվում է մասամբ արևոտ եղանակ ջերմաստիճանը մոտ 70 աստիճան ըստ Ֆարենհայթի, ինչը կլինի կարճատև տաքացում, մինչեւ նոր համակարգը կմոտենա կիրակի ուշ երեկոյան կամ հաջորդ շաբաթվա սկզբին։ Կալիֆոռնիայում 2026 թվականի նահանգապետի ընտրությունները աստիճանաբար վերածվում են վերջին տարիների ամենաբաց եւ ամենաանորոշ մրցավազքերից մեկի։ Նահանգապետ Գևին Նյուսոմը ժամկետային սահմանափակման պատճառով չի կարող առաջադրվել եւ իշխանության փոխանցման շուրջ պայքարն արդեն ներգրավել է թե ազգային ճանաչում ունեցող գործիչների, թե նահանգային քաղաքական փորձառուների եւ թե քաղաքական դաշտի նոր դեմքերի։ Այս պահի մրցավազքում պաշտոնապես հայտարարված եւ գրանցված տեխնացուների թիվը գերազանցում է 2 տասնյակը, սակայն քաղաքական վերլուծաբանները փաստում են, որ իրական պայքարը կենտրոնացած է լինելու մի քանի հիմնական դեմքերի շուրջ։ Հանրապետական ճամբարում առաջատար դիրքում է քաղաքական մեկնաբար Սթիվ Հիլտոնը, որը վերջին հարցումներում հավաքել է շուրջ 17% աջակցություն։ Նա ներկայանում է որպես արտաքին տեխնացու, քննադատելով նահանգում երկարամյա դեմոկրատական գերիշխանությունը, բարձր հարկերը, էներգետիկ քաղաքականությունը եւ կյանքի թանկացումը։ Նրա այդ հանրապետական դաշտում ամենակնառու տեխնացուն Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բիանկոն է, որն իր աջակցությունը կառուցում է օրենքի ու կարգու կանոնի օրակարգի շուրջ։ Դեմոկրատական ճամբարում մրցակցությունն ավելի մասնատված է։ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախկին նախարար Խավիեր Բեսերան շեշտադրում է իր վարչական փորձը, ընդգծելով, որ կարողացել է պաշտպանել ԴԱԿԱ ծրագիրը եւ հաղթել Դոնալդ Թրամփի վարչակազմին դատարաններում։ Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլյարագոսան հիշեցնում է իր քաղաքապետական տարիների արդյունքները՝ հանցավորության կրճատում եւ աշխատատեղերի աճ։ Պետական վերահսկիչ Բեթի Հին առաջադրում է ֆինանսական կառավարման փորձը որպես պետական բյուջեի կարգավորման երաշխիք։ Մրցավազքում ներգրաված են նաև նախկին կոնգրեսական Քեթի Փորթերը, միլիարդատեր գործարար Թոմ Սթայերը, Կալիֆոռնիայի հանրակրթության տեսուչ Թոնի Թըրմոնդը, Սան Խոսեի քաղաքապետ Մեթ Մահան եւ կոնգրեսական Էրիկ Սվոբելը։ Այս անունները հիմնական տեխնացուներն են։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների զգալի հատվածը 20%-ից ավելին դեռևս չի որոշել, թե ում է աջակցելու։ Սա նշանակում է, որ ընտրարշավի ընթացքում դաշտը կարող է կտրուկ փոխվել։ Անկամ որոշ քաղաքական վերլուծաբաններ չեն բացառում սցենարը, ըստ որի հունիսի 2-ին կայանալիք նախնական ընտրություններից հետո նոյեմբերյան փուլ կարող են անցնել 2 հանրապետական տեխնացու։ Սա իհարկե դիտվում է հեղափոխական համատեքստում, ինչը շատերի համար անհնար է թվում։ Միացյալ Նահանգներում աշնամիջանկյալ ընտրություններին ընդառաջ դեմոկրատները փորձում են գտնել միավորող օրակարգ, սակայն Կալիֆոռնիայում առաջ քաշված միլիարդատերերի նկատմամբ նոր հարկի նախաձեռնությունը կուսակցության ներսում առաջացրել է լուրջ տարաձայնություններ։ Սենատոր Բերնի Սանդերսը Լոս Անջելեսում հանրահավաք է անցկացնելու, աջակցելով առաջարկին, որը նախատեսում է միլիարդատերերի ակտիվների վրա սահմանել միանվագ 5% հարկ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն կանխիկ միջոցներին,
այլև բաժնետոմսերին, արվեստի գործերին, բիզնեսներին, հավաքածուներին եւ մտավոր սեփականությանը։ Նախաձեռնության նպատակը լրացնել առողջապահական ծառայություններին համար նախատեսված դաշնային ֆինանսավորման կրճատումները, որոնք ընդունվել էին Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։ Սակայն Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը բացահայտորեն դեմ է նախաձեռնությանը։ Նա զգուշացնում է, որ նման քայլը կարող է խարխելել նահանգի ֆինանսական կայունությունը ու նվազեցնել մրցունակությունը ազգային մակարդակում։ Նյուսոմի թիմը պնդում է, որ առաջարկը չի լուծի կյանքի թանկացման, առողջապահության կամ կրթության ֆինանսավորման խնդիրները եւ կարող է նույնիսկ խորացնել դրանք։ Նախաձեռնությունը նաև անհանգստություն է առաջացրել Սիլիկոնյան հովտում։ Տեխնոլոգիական ոլորտի մի շարք միլիարդատերեր ակնարկում են, որ նման հարկի ընդունման դեպքում կարող են լքել նահանգը։ Հարցը հատկապես զգայուն է քաղաքական տեսանկյունից, քանի որ միջանկյալ ընտրություններում դեմոկրատները հույս ունեն վերադարձնել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը։ Թեման արդեն ներգրավել է նաև Կալիֆոռնիայի նահանգապետի մրցավազքում։ Առայժմ պարզ չէ նախաձեռնությունը կհասնի քվեաթերթիկին։ Կողմնակիցները պետք է հավաքեն ավելի քան 870,000 ստորագրություն, որպեսզի այն դրվի նոյեմբերյան հանրաքվեի։ Մինչդեռ արդեն իսկ միլիոնավոր դոլարներ են հոսում ինչպես կողմ, այնպես էլ դեմ գործող քաղաքական կոմիտեների հաշվեհամարներ։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։ Ձեր մշտական աջակցությունը անչափ կարևոր է մեզ համար։ Հարգելի հետևորդներ, եթե բնակվում եք Միացյալ Նահանգներում եւ հատկապես Լոս Անջելեսում, ապա վստահաբար խորհուրդ եմ տալիս օգտվել մեր գործընկերների առաջարկած ծառայություններից։ Մենք համագործակցում ենք միայն լավագույնների հետ։ Սպիտակ տանը սևամորթների պատմության ամսվա 100-ամյակին նվիրված կայացել է հանդիսավոր ընդունելություն։ Նախագահ Դոնալդ Թրամփը այն անվանել է ամերիկյան պատմության կարևոր հանգրվան։ Նախագահը իր ելույթում շեշտադրել է, որ սևամորթների պատմությունը ամերիկյան պատմության անբաժանելի մասն է, հիշատակելով պատմական դեմքերից մինչև մշակութային եւ ռազմական ներդրում ունեցած անհատների։ Նա նշել է նաեւ, որ Միացյալ Նահանգների անկախության համար պայքարում հազարավոր սևամորթ ամերիկացիներ են կռվել, իսկ հետագա սերունդներում նրանց դերը շարունակվել է բանակում, մշակույթում, սպորտում եւ քաղաքականության, նույնիսկ քաղաքացիական իրավունքների շարժման մեջ։ Թրամփը նաեւ ներկայացրել է իր վարչակազմի օրոք իրականացված մի շարք քաղաքական քայլեր, ընդգծելով պատմականորեն սևամորթ քոլեջների եւ համալսարանների երկարաժամկետ ֆինանսավորման ապահովումը։ Opportunity Zones նախաձեռնությունը, ինչպես նաև քրեական արդարադատության բարեփոխումները, մասնավորապես First Step Act-ը, որը հնարավորություն է տվել հազարավոր դատապարտյալների վաղաժամ ազատ արձակման։ Նա նաև անդրադարձել է տնտեսությանը, հայտարարելով, որ իր պաշտոնավարման ընթացքում աճել է զբաղվածությունը, այդ թվում սևամորթ ամերիկացիների շրջանում, եւ բարձրացել են աշխատավարձները։ Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև մի շարք հյուրեր, իսկ միջոցառման ավարտին Թրամփը շնորհավորել է ներկաներին սևամորթների պատմության ամսվա կապակցությամբ, ընդգծելով, որ վարչակազմի նպատակն է կառուցել ուժեղ անվտանգ եւ բարեկեցիկ Ամերիկա բոլոր քաղաքացիների համար։ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Air Force One նախագահական ինքնաթիռը կստանա նոր գունային տեսք, համադրությամբ կարմիրի, սպիտակի, ոսկեգույնի եւ մուգ կապույտի։ Նոր դիզայնը, որը երկար ժամանակ առաջ էր մղվում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, կկիրառվի ոչ միայն ապագա գլխավոր նախագահական ինքնաթիռի, այլ նաեւ այն փոքր ինքնաթիռների վրա, որոնք սպասարկում են բարձրաստիճան պաշտոնյաների։ Boeing ընկերությունը ներկայումս վերափոխում է իր երկու 747-800 տիպ ինքնաթիռները, որոնք նախատեսված են փոխարինելու գործող երկու հին 747-200 ինքնաթիռներին։ Դրանք ներկայիս նախագահական ինքնաթիռներն են, որոնք Air Force One անվանումը օգտագործում են այն դեպքում, երբ նախագահը գտնվում է ներսում։ Air Force One-ի հայտնի բացկապույտ եւ սպիտակ գունային սխեման պատահական ընտրություն չէ։ Այն ձևավորվել է 1960-ականների նախագահ Ջոն Քենեդու նախաձեռնությամբ եւ դարձել է ամերիկյան նախագահական ավիացիայի ամենաճանաչված խորհրդանիշներից մեկը։ Միացյալ Նահանգների նախագահի առաջին հատուկ ինքնաթիռը եղել է Lockheed C-121 Constellation մոդելը Columbine 2 անունով։ 1953 թվականին օդային խառնաշփոթից հետո, երբ քաղաքացիական չվերթը եւ նախագահ ինքնաթիռը ունեին նույն կանչանունը, ստեղծվեց Air Force One հատուկ կանչանունը նախագահ ինքնաթիռի համար։ 1960 թվականին, երբ Ջոն Քենեդին դարձավ նախագահ, նոր Boeing 707 նախագահական ինքնաթիռը դեռ կառուցման փուլում էր, սակայն Քենեդին եւ առաջին տիկինը դժգոհ էին այն ժամանակ առաջարկվող ռազմական ոճի կարմիր եւ նարնջագույն գունային սխեմայից, որը հիշեցնում էր ռազմական բեռնատար ինքնաթիռ։ Ջեքի Քենեդին առաջարկեց դիմել հայտնի արդյունաբերական դիզայներ Ռեյմոնդ Լոուին։ Լոուին արդեն հայտնի էր Coca-Cola-ի շշի, Lucky Strike-ի փաթեթավորման եւ մի շարք այլ ամերիկյան խորհրդանշական նախագծերի հեղինակությամբ։ Սկզբնական տարբերակներում քննարկվում էր կարմիրը եւ ոսկեգույնը, սակայն վերջնական որոշմամբ ընտրվեց բաց մեղմ կապույտը սպիտակի հետ համադրությամբ։ Կենեդին նաև ընտրեց հատուկ տառատեսակ ոգեշնչված անկախության հռչակագրի վերնագրի դասավորությունից։
Այդ դիզայնը պահպանվել է ավելի քան 60 տարի եւ դարձել է նախագահական ինքնաթիռի անբաժան մասը։ Հավելեմ, որ Air Force One-ի գույնը փոխելու վերաբերյալ օրենսդրական արգելք չկա։ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ներքին անվտանգության նախարարության նույն ինքը DHS-ի ֆինանսավորման դադարեցումը Թրամփ հանրապետականների փակուղին է։ Ջեֆրիսի խոսքով հանրապետականները նախընտրել են փակել DHS-ի կարևոր ստորաբաժանումները փոխարենը համաձայնելու ներգաղթի եւ այսի գործունեության վերահսկողության խստացմանը։ Նա պնդել է, որ դեմոկրատները պատրաստ են աջակցել ֆինանսավորմանը միայն այն դեպքում, եթե իրականացվեն արմատական եւ կառուցվածքային բարեփոխումներ։ Նա նաև DHS քարտուղար Քրիստի Նոեմի հրաժարականի կոչ է արել, նշելով, որ վարչակազմը պատասխանատվություն չի ստանձնում վերջին ողբերգական դեպքերի համար։ Խոսքը Մինեսոտայում տեղի ունեցած մահացու միջադեպերի մասին է։ Ջեֆրիսը անդրադարձել են նաև նախագահի առաջիկա State of the Union ելույթին, նշելով, որ դեմոկրատները քննարկում են երկու տարբերակ՝ մասնակցել լուր դիմադրությամբ կամ չմասնակցել եւ կազմակերպել այլընտրանքային ծրագրեր Կապիտոլիումի շրջակայքում։ Վերջում նա անդրադարձել է քաղաքական առաջնային ընտրություններին, նշելով, որ դեմոկրատական կուսակցության ներսում ակտիվ մրցակցությունը բնական գործընթաց է, սակայն ինքը աջակցում է կուսակցության բոլոր գործող անդամներին անկախ գաղափարական դիրքորոշումից։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման շուրջ տարաձայնություններում մեղադրել է դեմոկրատներին, նշելով, որ նրանց քայլերի հետևանքով է, որ FEMA-ի աշխատակիցները Միացյալ Նահանգների ափային պահպանության ծառայության TSA-ի աշխատակիցները առանց աշխատավարձի են։ Խոսնակը հայտարարել է, որ նախագահը ցանկանում է կառավարության լիարժեք բացում եւ ընդգծել է, որ Սպիտակ տունը շարունակում է բարեխիղճ բանակցությունները երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Սակայն վերջին դեմոկրատական հակառաջարկը վարչակազմը բնութագրել է անլուրջ։ Բացի այդ, Լևիտը նշել է, որ նախագահ Թրամփը քննարկում է ընտրողների նույնականացման վերաբերյալ հնարավոր գործադիր հրամանագրի տարբերակներ։ Ներկայացուցիչների պալատը արդեն իսկ ընդունել է Save America Act-ը, որը պարտադիր կդարձնի քաղաքացիությունը ապացուցող անձը հաստատող փաստաթուղթ քվեարկության ժամանակ։ Խոսնակը նաև հայտարարել է, որ Իրանի հետ վերջին բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն կողմերը շարունակում են էական տարաձայնություններ ունենալ առանցքային հարցերի շուրջ։ Լևիտն ասել է, որ Իրանը առաջիկա շաբաթներին նախատեսում է ներկայացնել ավելի մանրամասն առաջարկներ, իսկ նախագահը շարունակում է հետևել գործընթացի զարգացմանը։ Հարցին, թե որքան ժամանակ է նախագահը պատրաստ տրամադրել դիվանագիտական ճանապարհին նախքան հնարավոր ռազմական քայլերի քննարկումը, խոսնակը հրաժարվել է կոնկրետ ժամկետ նշել, ասելով, որ չի պատրաստվում նախագահի անունից վերջնաժամկետներ սահմանել։ Մետա ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ցուցմունք է տվել մի դատավարության շրջանակում, որը կարող է շրջադարձային լինել սոցիալական մեդիայի համար։ Գործը վերաբերում է այն մեղադրանքներին, թե Մետայի հարթակները, մասնավորապես Instagram-ը, միտումնավոր կախվածություն են ստեղծում անչափահասների մոտ եւ վնասում նրանց հոգեկան առողջությանը։ Դատարանում ներկայացված հայցը վերաբերում է 20-ամյա մի կնոջ, որը դատարանի նյութում նշվում է KGM սկզբնատառերով։ Նա պնդում է, որ դեռահաս տարիքում սոցիալական մեդիայի վաղ եւ ինտենսիվ օգտագործումը իրեն դարձրել է տեխնոլոգիայից կախված, խորացրել է դեպրեսիան ու սրել է ինքնասպանության մտքերը։ Գործում պատասխանող կողմ են մնացել Meta Platforms-ը եւ Google-ի YouTube-ը։ TikTok-ն ու Snap-ը նախապես հասել են հաշտության համաձայնության։ Նյու Ջերսիի Քեմդենի կաթոլիկ թեմը համաձայնել է վճարել $180 միլիոն հոգևորականների կողմից կատարված սեռական բռնության եւ երեխաների նկատմամբ չարաշահումների վերաբերյալ հայցերը լուծելու համար։ Խոսքը տասնամյակներ առաջ տեղի ունեցած դեպքերի մասին է, երբ մի շարք կաթոլիկ քահանաներ եւ եկեղեցու հետ առնչվող անձինք մեղադրվել են անչափահասների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։ Տուժողները պնդում են, որ բռնությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ նրանք երեխաներ են եղել։ Համաձայնությունը վերաբերում է մոտ 300 զոհերի պահանջներին։ Քեմդենի թեմը, ինչպես Միացյալ Նահանգների բազմաթիվ այլ թեմեր, դիմել էր սնանկացման գործընթացի մեծ թվով դատական հայցերի պատճառով։ Սա վերջին տարիներին հաճախ կիրառվող մեխանիզմ է եղել նման պահանջները մեկ միասնական գործընթացում կարգավորելու համար։ Բոստոնից սկսված սկանդալը վաղուց դարձել է համազգային երևույթ։ Նախկինում նման գործերի շրջանակում վճարվել են Լոս Անջելեսը $1.5 միլիարդ, Նյու Օրլեանը ավելի քան 230 միլիոն, առանձին շրջաններ ու քաղաքներ նույնպես համաձայնության փոխհատուցում են տվել Սան Դիեգոն, Օրինջ Քաունթին, Փորթլենդը, Ֆիլադելֆիան եւ այլն։ Թվերը տարբեր են, բայց կառուցվածքը նույնն է՝ տասնյակ կամ հարյուրավոր զոհեր, տարիներով կուտակված մեղադրանքներ, դատական գործընթացներ, ապա բազմամիլիոնանոց համաձայնություններ։ Հետևաբար հարցը միայն մի քանի հոգևորականների գործողությունների մասին չէ։ Բազմաթիվ գործերում քննվում է նաև կառույցների ուշացած արձագանքը, վերահսկողությունը եւ հաշվետվողականությունը։ Այս $180 միլիոն համաձայնությունը հերթական օրինակն է մի ճգնաժամի, որը փոխել է ամերիկյան կաթոլիկ եկեղեցու նկատմամբ հասարակական վերաբերմունքը եւ ստիպել է վերանայել ներքին վերահսկողական մեխանիզմները։
Ավելի քան 550 առևտրային վարորդական դպրոցներ, որոնք պատրաստում էին բեռնատարների եւ ավտոբուսների վարորդներ, կփակվեն։ Դաշնային քննիչները հայտնաբերել են լուրջ խախտումներ կապված ուսուցման որակի եւ անվտանգության չափանիշների հետ։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ դպրոցները գործել են անբավարար վերահսկողությամբ, օգտագործվել են որակավորում չունեցող դասախոսներ, ուսանողները չեն անցել պատշաճ թեստավորում, որոշ դեպքերում էլ չեն սովորեցրել վտանգավոր բեռների տեղափոխման կանոնները, իսկ ուսուցման համար կիրառվել է սխալ կամ ոչ համապատասխան տեխնիկա։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի խոսքով 448 դպրոց չեն համապատասխանել անվտանգության հիմնական չափանիշներին։ Բացի այդ, եւս 109 դպրոց ինքնակամ դուրս է եկել դաշնային գրանցամատյանից, այն բանից հետո, երբ տեղեկացրել են, որ սպասվում է ստուգումներ։ Սա նախարարության հերթական քայլն է բեռնափոխադրումների ոլորտում անվտանգությունը խստացնելու ուղղությամբ։ Վերջին ամիսների մահաբեր վթարներից հետո թեման առավել էր սրվել։ Ամերիկյան ընտանիքները պետք է վստահ լինեն, որ դպրոցական ավտոբուսների եւ բեռնատարների վարորդները հետևում են օրենքի յուրաքանչյուր կետին, եւ դա սկսվում է պատշաճ ուսուցումից, հայտարարել է Դաֆին։ Այսօր այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։